Ադրբեջանի կողմից քանի օր է սադրիչ հայտարարություններ են, որ հայկական դիրքերի կողմից կրակ է բացվում ադրբեջանական դիրքերի վրա։ Դուք ինչ եք կարծում, այդ հայտարարությունները ինչ նպատակ են հետապնդում։ Ոչ մի հիմք չունի այդ հայտարարությունները, առաջինը, երկրորդն էլ պարզ չի ինչ բան է հետապնդում, պարզ չի։ Պատերազմ են նախապատրաստում։ Բոլորին է պարզ։ Ուժեղը, թուլին ցուցատալ իր տեղը։ Այդ բոլորը անում է, որ պատերազմ սկսի մեր դեմ, պարզ չի։ Ես այդպես եմ հասկանում։ Նպատակը ինձ թվում է հունից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, գնալ ինչ-որ սրումների, որպեսզի հետագայում ամբողջ մեղքը ինձ թվում է փոխանցել Հայաստանի Հանրապետության ղեկավարության վրա հետագա էսկալացիայի դեպքում։ Ադրբեջանի կողմից սադրիչ հայտարարություններ են արվում, որ հայկական դիրքերից կրակ է բացվում ադրբեջանական դիրքերի վրա։ Իհարկե Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է եւ նաեւ Եվրոպական միության դիտորդներն են հերքել, որ հայկական կողմից որևէ կրակ չի եղել։ Հիմա ձեր կարծիքով ո՞րն է այս հայտարարությունների նպատակը, որը արվում է Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերություններում ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի, դա առաջինը եւ երկրորդը հազարավոր տարիներ առաջ շույներն են ասել, որ ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմին։ Անկախ նրանից այդ հայտարարությունը կլներ թե չէ, ինձ թվում է, չէ, ես համոզված եմ, որ մենք պետք է ցանկացած էտապում անընդհատ պատրաստ լինենք հաջորդ նոր պատերազմի, տենց էլ իրանց հայտարարությունները մեր հաջորդ օրվա անելիքի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա, որտեվ մենք պատրաստվում ենք պատերազմի իրանց հայտարարությունից անկախ։ Տեսել չենք սպասի իրանք հայտարեն նոր պատրաստվում, մենք ամեն օր պետք է պատրաստվենք։ Ես կարծում եմ նպատակն է, որ զիջող մարդ է, Նիկոլ Փաշինյանը կարելի է զիջումներ կորզել, ուղղակի այդ խաղաղության պայմանագրությունը չստորագրեն, պատճառ են գտնում չստորագրելու համար։ Նրանց ձեռնատու չի, եթե մի բան ստորագրում, երկկողմանի լինի ձեռնատու, չէ՞, ամեն մեկի շահի հաշվի առնեն, շահ չի համընկնում։ Իսա չի հասկանում։ Դրանք առաջի հերթին բոլորը սադրիչ հայտարարություններ են, կեղծ են դրանք։ Իսկ երկրորդը նրանց պահանջը հողերն է։ Հողերը ինչքան հող տիրեն, Զանգեզուրը տիրեն, այդ դրա համար է ամբողջ պայքարը գնում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմից սադրիչ հայտարարություններ ենք լսում, որ հայկական դիրքերից կրակ է բացվում ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստան պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները, նաև Եվրոպական միության դիտորդներն են հերքել։ Սակայն շարունակվում են այդ հայտարարությունները։ Ինչ է կարծում այդ հայտարարությունները, որոնք արվում են Ադրբեջանի կողմից, ինչ նպատակ են հետապնդում։ Սադրիչ պատճառը ման գալիս, որ պատերազմ սկսի, ինչ որ դրսի պլաններ է կատարելու։ Ինձ թվում է հարցել չի։ Ադրբեջանի քաղաքականությունն է եղել միշտ, որ մենք ենք առաջինը կրակում, իրանք պատասխանում են։ Բայց չեմ կարծում, որ այդտեղ լուրջ որևիցե բան կա։ Մեր տեղական իշխանությունները իրենք են դրան տանում, որ անընդհատ հիշեցնեն, որ պատերազմ կարող է լինի, պատերազմ լինի, որը որ մեզ հեչ պետք չի։ Ես ինքս մարտական գործողությունների մասնակից եմ 89 թվականից երասխի կռվից։ Ինչ իրանց պետք է կռիվ, հասկանում եք, իրանց պետք է Զանգեզուրի միջանցքը գրավեն։ Նիկոլն էլ բաժանում է, տալիս է, էլի ասում է ինչ է, ենել եմ տալի։ Էսա այսօրվա իրավիճակը երկրի էսա։ Այսօր ուզենք, չուզենք, ինքն է որոշողը։ Բոլորս էլ կայնում ենք պրոցի եւ ինչ ասես անում ենք, ինքը կարողանա ինձ անի, որ այդ զորքերը անեմ մեր դեմ, ես քաղաքացու դեմ ես անեմ, որ ինքը իր գործողությունները կատարի։ Վերջ Էտա Ադրբեջանցին Ալիևը մեզի մեր հետ վարվում է, մենք որ
այն ժամանակ կռվի տարիներին էր թուրքը մեր դեմից փախնում էր Ադրբեջանին։ Իսկ հիմա այսը չափալաղում է, ասում գիտեք ով եք դուք, ինչ ուզեմ էներ կանեմ։ Եվ դրա մեղավորը Նիկոլն է, ով է, իշխանության գլուխն է, ելով պետք է լինի, ում ասենք էլ։ Ում ասենք, ինքը եկել է ու իրան ոնց ուզում նենց խոսում են։ Լավ, այդ դեպքում ինչպես ազատվենք այդ մեղավորից։ Իրան պետք է հեռացվի պետք է, ամենաառաջին իրան պետք է հեռացվի այս երկրից, ընդհանրապես ինքը պետք է գնա այս երկրից, որովհետև ինքը ինչ եկավ չարիքներ տվեց։ Էս ինչ է մեր վիճակը։ Ինչ է մեր վիճակը։ Մենք մեր տան խնդիրները թողել ենք, մտածում ենք, թե Փաշինյանը աճերի էլ ինչ բան կանի մեր գլխին։ Ասացիք, որ սխալվել եք։ Սխալվել եմ, որ ձայնս տվել եմ իրան ու այս տարիքում վատ եմ զգում ինձ, որ ասում եմ սխալվել եմ։ Այս սադրի չեք ասում, թե ինչ եք ասում։ Միշտ եղել է։ Խի նոր չի սկսված։ Տակուցել է սադրանքը եղել է միշտ։ Այդ մենք հավատով մարդիկ ենք, բայց այս սադրանքի նկատմամբ անհավատ ենք։ Այն էս որ աշկը ուտում է ասել։ Բրդկամարտի նման, կողի նման բան է դա, ով հաղթեց։ Նա հաշվում է, որ ես հաղթելու եմ։ Ինչ կարամ ասեմ։ Դե մերոնք էլ իզ նմանն է, լսում են ու մտածում են, կող բռնեմ հետը, թե չբռնեմ։ Չբռնելը ավելի ճիշտ են գտնում։ Դրա համար էլ ես օրինակ միշտ էլ պարտված եմ։ Ինչ եք դուք մտածում, ինչ պետք է անենք մենք։ Լավ, քաղաքական ղեկավարությունը ասում է, Փաշինյանը ասում է, որ Պաշտպանության նախարարությանը հրաման է տվել, որ կրակ չբացվի։ Ինքը ասում է, որ միակողմանի պատրաստ է խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ժողովուրդը, հայ ժողովուրդը գետնի վրա ինչ ունի անելու։ Գետնի վրան իրեն սեփական գետինը պահել պիտի։ Պահելու համար պիտի իրար հետ միացում ունի։ Բարեկամություն պետք չէ, ընկերություն միահամուռ պայքարվի հողի համար։ Շատ կներեք, որ եկել են Ղարաբաղի համար կռվում են, ասում են, շատեր ասում են, գնացել են Ղարաբաղում, մեր երեխեքը զոհվել են, կռվել են։ Նա եկել չէ Ղարաբաղցու համար կռվի, եկել է Ղարաբաղի իրեն հողի համար կռվի։ Այդ ֆրազը բաց են թողում ու գնացել են ձեզ համար կռվել են։ Բոլորս ենք մեզ համար։ Բոլորս ենք հայ ժողովրդի համար, հայ հողի համար ենք կռվել։ Ոչ թե կռվել ենք կամ ես քեզ համար դու չես կռվել, կամ դու ինձ համար ես չեմ կռվել։ Այս սխալ մեկնաբանությունը, որ արանքից հանեն, այդ միահամարությունը կլինի։ Հայ ազգը սենց եղե։ Մասնատեց, սպեցիալն ենգախից մասնատեց, որ իրա ծրագիրը կատարի։ Ես նրան ատումում, չեմ սիրում, ատումում, բայց մարդը ամեն անգամ արտահայտում է այ ժողովուրդ էսպես է լինելու։ Էսպես է լինելու, այսինքն ասում է այ ժողովուրդ, տալու եմ երկիրը։ Կարտնացեք։ Ինչ ասում է, արտնացեք, օրինակ Սյունիքը տալու եմ, Եղեգնաձորը տալու եմ, Իրանեն գյուղարանքն են տվավ, Ղարաբաղը տվավ, ասում են ստորագրել է, բայց ոչ մեկը չի տեսել ստորագրել է։ Մենք արտահայտում ենք, յումս մին էջի բարկա է, որ մեր ժողովուրդը սիրում է մեկը մյուսից գենգատանել ինչն ասում։ Գանգատվելը։ Ամեն մարդ, ես ամեն մարդ ընտանիքում գանգատում, փողոցում գանգատում, բայց ոչ մեկը չի ասում, որ միանանք, միահամուռ, ինչպես եղել է 90-ական թվականներին, 88 թվականներին, չէ միասին են լար։ Այս ժամանակ հաղթել են։ Բայց այն մարդիկ հաղթելուց հետո, որ նստել են, այն 5 հոգի նստել են այդ ստորագրությունը, որ տվել են, որ Ղարաբաղը հաղթալա, հայը հաղթալա։ Այդ ովքեր են, խեչ են դրա պատասխանը տան։ Հաղթել ես, դու էլ ասել, որ ես հաղթել եմ, դու պարտվել ես, այ թուրք։ Այ հակառակորդ չեն ասել, բայց հիմա ոչ թե զինվորն է պարտվել, այ ղեկավարությունն է պարտվել, ղեկավարությունը որ պարտվել է, պետք է փոխվեր նոր ղեկավարություն նստեր այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հենց հրաման է տվել, որպիսի Պաշտպանության նախարարության կողմից որևէ համապատասխան արձագանք չլինի, եթե ադրբեջանական դիրքերից կրակ բացվի։ Ինչ է սա նշանակում։
դժվարանում եմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետև չեմ համարում տեղին մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որը պատասխանատու չի պետության համար, ինձ թվում է, որը ղեկավարում է օրվա կուրսով, այսինքն կա խնդիր, պետք է արձագանքել այսօր, կարձագանքի, վաղը թե ինչ կլինի, ինչ հետևանքներ կունենա նրա այդ հայտարարությունները, ես դժվարանում եմ մեկնաբանել, դա մի քիչ խելքի մոտ չի։ Փաշինյանը սխալ է вообще, Փաշինյանը մարդ չի вообще, ինչ ասեմ Փաշինյանին, սա Փաշինյանի տագից է սրանք լնում էլի։ Փաշինյանի ասածներին վերաբերվում եք լուրջ։ Մարդ իր կառավարության 5-6 տարիների ընթացքում աղքատությունը հանում է մենակ իր մոտից եւ այլն, ես իր ասածներին լուրջ չեմ վերաբերվում։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, քանի որ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներն էլ արդեն համաձայնեցվել են, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է, ինքը անձամբ պատրաստ է միակողմանի, անգամ ոչ թե պայմանագիր նշեց, այլ համաձայնագիր, ստորագրել այդ համաձայնագրի տակ։ Սա ինչ է նշանակում։ Դե ընտրության է պատրաստում, ինքը խաղաղություն է խոստով, ասելու է, որ տեսեք խաղաղության պայմանագիրն ունեմ։ Այդ կան մարդիկ, որոնք այդ խաղաղությունը իհարկե մեզ բոլորից էլ անհրաժեշտ է, բայց այդ խաղաղությունով իրանք ավելի շատ ձայներ տան, ամեն ինչի գնալու է։ Խաղաթուղթ է դա, ընդամենը։ Ընտրության խաղաղություն, Եվրո միությունը գնալ ընտրության խաղաթուղթ է, ոչ մեկս դեմ չեն դրան, բայց սուտ է խոսում էլի։ Ճիշտ չի խոսում էլի։ Միակողմանին ինչ միտք ունի ստորագրել։ Դա ինչ կտա մեզ, ոչինչ։ Ինչ բանը կլինի։ Մեր երկիրը ներկայիս իշխանության գլխավորության պատրաստ է նոր պատերազմի։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Ես թվում է պատրաստ չեն։ Առաջի պատերազմի փորձը ցույց տվեց եւ հետագա բաները, որ նա ի վիճակի չի, ասենք ասեն գերագույն հրամանատարի պարտականությունները կատարել։ Նա մանավանդ որ ինքը շատ հեռու է ռազմական արվեստից։ Բոլոր դեպքերում մեր հայրենիքը պաշտպանելու ենք։ Նիկոլ Փաշինյանը լինի, մեկ ուրիշ լինի, մենք պաշտպանելու ենք Հայաստանի հողը։ Ես ինքս 65 տարեկան եմ, ես այս հողը չեմ թողելու, պաշտպանելու եմ։ Ուղղակի խնդիրը կայանում է, որ այդ արհեստավարժ բանակը պիտի ստեղծվի բանակ։ Այլ կդի պատասխան տաներ մարդիկ, որոնք խոսք են տալի երկրի սահմանները պահպանել։ Իսկ ժողովուրդը ինչ դիրքավորում պետք է ունենա։ Միգուցե ընդվզի եւ պահանջի հրաժարական։ Ну այդ շատ ցանկալի կլինի, բայց թե ապատիայի մեջ է ժողովուրդը։ Ինչ է կարծում, մենք մասսայական փողոցներում կտեսնենք մարդկանց հոսք եւ մարդկանց բազմություն, ովքեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս կգան եւ իրենց բողոքը կհայտնեն։ Կարծում եմ այո։ Ուշ թե շուտ դա տեղի կունենա։ Կարող է ոչ վաղը մյուս օր 15 օր, մի ամիս, 2 ամիս, բայց ինձ թվում է, որ ժողովուրդը հասունացել է նրան, ես այդպես մտածում եմ ու կարծում եմ, որ դա տեղի կունենա, թե ընդվզումների տեսքով, թե ընտրությունների ժամանակ ուղղակի նրան հեռացնելու իշխանությունից, որովհետև սա խայտարակություն։